Այն խոսքը, որ այսօր սրտիս կա ձեզ հետ բաժնեկցելու, ես երկու վերնագիր եմ տվել, իրար նման են, իրար լրացնող, ինչպես որ կուզես քո սրտին որը կկպնի, այդ ձևով էլ կարող ես քո մոտ նշել, եթե իհարկե նշումներ կատարում ես։ Եվ այս հատվածը ավելի շատ խոսքը, որ հատվածից, որ իմ սրտին եկավ եւ ես դրա վրա մտածեցի, Հովհաննես Ավետարանի 11-րդ գլխում է գրված, բոլորիս շատ քաչ հայտնի մի պատմությունից, եւ երբ որ այս հատվածը ուսումնասիրում էի, կարդում էի, այս երկու խոսքը եկավ իմ մտքին եւ երկու հարց. գիտես, թե հավատում ես։ Եվ երկրորդ վերնագիրը, որին կցել եմ նաև բանը, սա է գիտենալուց բարձրացիր հավատքի մակարդակի մեջ։ Սա գուցե ավելի շատ ենթակետի նման է, քան վերնագրի, բայց այն խոսքը, այն միտքը, որ եկավ եւ սա այսպես ասած հիմք հանդիսացավ այս պատգամի, սա էր. գիտես, թե հավատում ես։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որ ամեն մեկս մենք կարիք ունենք մեզ տալու։ Մենք գիտենք, ուղղակի գիտենք այդ ամենը, թե նաև հավատում ենք դրան։ Եվ երբ որ կարդում ենք Հովհաննեսի Ավետարանի 11-րդ գլուխը, այդտեղ գրված է Ղազարոսի հարության պատմությունը։ Եվ 11-րդ գլխի 21-րդ համարից պետքա կարդամ։ Մինչ այդ Հիսուսին լուր են տալիս, որ քո սիրելին Ղազարոսը հիվանդ է եւ մահվան շեմին է։ Հիսուսը մի արտահայտություն անում, ասում է նա չի մահանա։ Եվ երբ որ գալիս են եւ նորից արդեն նրան ասում են, լուրը բերում են, որ Ղազարոսը մեռավ, նա որոշում կայացրեց գնալու դեպի այդ գյուղը, որտեղ Ղազարոսը եւ նրա քույրերն էին ապրում։ Եվ 21-րդ խոսքից երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ Մարիամն ու Մարթան, երբ որ իմանում են, Մարթան գնում է դեպի Հիսուսին, եւ երբ որ Հիսուսին հանդիպում է ճանապարհին, հետեւյալն ասում է. «Եվ Մարթան ասեց Հիսուսին. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»։ Գիտեք, հրեական սովորության մեջ, երբ որ այստեղ նայում ենք վերջի հատվածներում այս պատմության, խոսքը ասում է, որ Ղազարոսը արդեն 4 օր մահացած էր, 4 օր էր, որ դրված էր գերեզմանում։ Եվ հրեական սովորույթի մեջ կար հետևյալը, որ մարդու հոգին մինչև 3 օրը հնարավոր է դեռևս հետ բերվի։ Բայց երբ որ 3-րդ օրը անցավ, այլևս ոչինչ չի փոփոխվում։ Եվ երբ որ Հիսուսը եկավ, արդեն 4-րդ օրն էր։ Եվ ըստ Մարթայի եւ ըստ հրեական սովորության, այլևս ոչինչ հնարավոր անել։ Եվ դրա համար Մարթան, երբ որ Հիսուսին հանդիպում է, ասում է. «Տեր, եթե դու այստեղ լինեիր մինչև նրա մեռնելը, գուցե անգամ մինչև 3-րդ օրը, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի, հնարավոր կլիներ ինչ-որ բան անել»։ Եվ հրաշալին Հիսուսի պատասխանն է 22 խոսքի մեջ ասում է, Մարթան շարունակում է 22-րդ խոսքի մեջ, ասում է. «Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ»։ Նայեք, նա չի ասում ես հավատում եմ։ Մարթան ասում է ես գիտեմ։ Իմ գիտելիքը բավարար է, ես գիտեմ, որ դու կարող ես ինչ որ բան անել։ Բայց եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց գիտեմ, որ հիմա էլ եթե Աստծուց ինչ որ բան խնդրես, կլինի դա։ Եվ նրա այսպես ասած մակարդակը սահմանափակվում է միայն գիտենալու մեջ։ Եվ Հիսուսը նրան հետևյալ պատասխանն է տալիս։ 23 խոսքում կարդում ենք. Հիսուսը նրան ասեց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Հիսուսը գիտեր, որ կարող է անկախ նրանից Ղազարոսը քանի օրվա գերեզման դրած է, նա գիտեր, որ հնարավոր է Աստծո մոտ հարություն տալը։ Եվ նա ասեց. «Մարթա, քո եղբայրը հարություն կառնի»։ Սիրելիս, չգիտեմ այսօր քո կյանքի մեջ ինչեր կան, որ դու ժամանակահատված ես դրել, որ մինչև ես եթե լիներ միգուցե ինչ որ բան կատարվեր։ Բայց հիմա այլևս շանս չկա, դրված է արդեն գերեզման, արդեն քարը փակված է, արդեն գուցե նեղել է, բայց այսօր Աստծո խոսքը քեզ համար հետևյալն է. հարություն կառնի, հնարավոր է։ Գիտեք, Մարթայի պատասխանը նորից հետևյալն էր։ Մարթան նրան ասեց.
գիտեմ, որ հարության ժամանակում հետին օրը հարություն կառնի։ Գիտեք, մենք գիտենք, որ Աստված կարող է ինչ որ մի ժամանակում, երբ որ նրա փառքի ներկայությունով նա նորից կգա, մեր այս ամեն ցավերը մեզանից կհեռանան։ Մեր հոգսերը, մեր մտածմունքները էլ չի լինի մեր մոտ։ Դրանք ամենը կվերանան, երբ որ նա գա, հետին օրում, վերջին օրում, երբ որ Հիսուսը պետքա գա իր եկեղեցին տանելու։ Բայց գիտես, Հիսուսի պատասխանը, երբ որ նա ասեց հարություն կառնի, հենց այս ժամանակի համար էր։ Եվ այսօր, երբ որ Աստված քեզ ասում է, նա ուզում է քո գիտելիքը փոխի հավատքի մակարդակի մեջ։ Եվ դրա համար Հիսուսն ասեց. «Մարթա, քո եղբայրը հարություն կառնի»։ Բայց նա նորից իր գիտելիքին, իր հասկացողությանը, իր մտածելիքին տվեց եւ ասեց. «Գիտեմ, Տեր, բայց իմ գիտելիքը սա է, որ վերջին օրում հիմա հնարավոր չի էլ, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ մինչեւ երրորդ օրն էր հնարավոր։ Բայց դրանից այն կողմել հնարավոր չի, դրանից հետոն արդեն վերջին օրի ժամանակի մեջ կլինի։ Էլ հնարավոր չի, այս հարցի լուծումը իմ կյանքի մեջ տրվի։ Գուցե այդ հիվանդությունը իմ կյանքում ավելի խորանա, գուցե այդ հիվանդությունը պատճառ դառնա իմ ֆիզիկական մահվան, բայց ես գիտեմ, որ վերջին օրում ես նորից պիտի հարություն առնեմ քո հետ, եւ այդ ցավը, այդ հիվանդությունը իմ վրա չի լինելու։ Բայց ուզում եմ քեզ այսօր Հիսուսի հաջորդ պատասխանը բերել։ Նա չնայեց Մարթայի այդ խոսքերին, նա չասեց Մարթա, ես քեզ ասում եմ կլինի, դու ասում ես գիտեմ, նա նորից շարունակում է։ Հիսուսն ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Գիտեք սա ինչ էր նշանակում։ Մարթա, այդ հարությունը եւ այդ կյանքը հենց հիմա քո առջև է։ Հենց հիմա այս ժամանակի մեջ, ներկա ժամանակի մեջ քո առջև կանգնած է։ Եվ հենց այդ հարության զորությունը հիմա կարող է քո եղբորը, քո այն սիրելին, քո այն փափագը, քո այն կարևորը, քո այն թանկարժեքը, որ դու դրել ես գերեզման, կարող է նորից վերադարձնել քեզ։ Եվ Հիսուսն ասեց. ես եմ հենց հիմա այս պահի մեջ, այս ժամանակի մեջ հարությունը եւ կյանքը։ Ես արդեն իսկ այստեղ եմ։ Դու ինձ մի սպասիր հետին օրվա ժամանակի մեջ, որպեսզի քո եղբոր հարությունը տեսնես։ Ես հենց հիմա այստեղ եմ դա իրականացնելու։ Եվ շարունակում է Հիսուսը. ինձ հավատացողը թեև մեռնի պիտի ապրի, եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հավատում է, նա հավիտյան չի մեռնելու։ Դու որ կենդանի ես եւ ապրում ես, եթե հավատում ես Հիսուսին, քո կյանքում մահը տեղ չունի։ Ամեն։ Եվ Հիսուսը Մարթային նորից հարց է տալիս. հավատում ես սրան։ Թեև Մարթայի պատասխանը սա էր. հավատում եմ Տեր, բայց գիտեք հրաշալին որն է, հետաքրքիրը որն է, որ նա չասեց, որ այո, ես հենց հիմա հավատում եմ քեզ, այն ինչ որ դու ասում ես, հենց հիմա հավատում եմ։ Մարթան նրան ասեց. այո Տեր, ես հավատացել եմ։ Ինչ որ մի ժամանակում ես քեզ հավատացել եմ։ Երբ որ ես լսեցի քո մասին, ես հավատացել եմ։ Երբ որ ես տեսա այն հրաշքները, որ դու արել ես, ես հավատացել եմ։ Բայց այս իրավիճակը, որ ես տեսնում եմ, ինձ թույլ չի տալիս նորից ասեմ, Տեր, ես քեզ հավատում եմ, որ հենց հիմա հնարավոր է դա։ Եվ գիտեք, շատ անգամներ սիրելիներս, մենք էլ մեր իրավիճակների մեջ կաղելով, կասկածելով, նորից Հիսուսի հարցին արդյոք հավատում ես, մենք պատասխանում ենք. այո Տեր, ես քեզ դեռ մանկուց հավատացել եմ, այո Տեր, դեռ ես քեզ 10 տարի առաջ ասել եմ, որ հավատում եմ, բայց ինչու այսօր դու չես կարող քո իրավիճակի մեջ հռչակել եւ դավանել, որ այո Տեր, ես հենց հիմա հավատում եմ քեզ։ Հենց հիմա այս իրավիճակի մեջ հավատում եմ քեզ եւ իմ հավատքը կարող է քայլ անել այնտեղը, որտեղ ես կարող եմ տեսնել հարությունը, որտեղ ես կարող եմ տեսնել բժշկությունը, որտեղ ես կարող եմ տեսնել ազատագրությունը։ Գուցե նրա հավատքը կար, գուցե Մարթան հավատք ուներ, բայց այդ հավատքը այն կենդանի եւ զորավոր հավատքը չէր, որ կարող էր ինչ որ բան անել։ Նա մի ժամանակ հավատացել էր, բայց իր աչքերով տեսած այն ինչ որ նա հիմա տեսնում էր, թույլ չէր տալիս, արգելում էր, նրա գիտելիքը, նրա ունեցած հասկացողությունը սահմանափակում էր ընդունելու Քրիստոսի հարության զորությունը հենց այդ պահին։
Եվ գիտեք շատ անգամներ սիրելիներ, մենք էլ մեր կյանքերի մեջ ունենք իրավիճակներ, կան ժամանակներ, կան խնդիրներ, դժվարություններ, հոգսեր, մտածմունքներ, որոնք մեզ թույլ են տալիս միայն գիտելիքի սահմանափակ կաղապարի մեջ մտածել։ Մենք գիտենք Աստծո խոսքը, լավ գիտենք, անգիր գիտենք, բառ առ բառ գիտենք, տող առ տող գիտենք գրքի մեջ որտեղ է գրված, երբ է ասվել, ինչպես Հիսուսն ասեց, բայց չենք կարողանում այդ գիտելիքի քառակուսից դուրս գալ հավատքի ընդարձակության մեջ։ Գիտելիքը սահմանափակ է սիրելիս, բայց հավատքը անսահման է։ Հավատքը հավիտենական բաների համար է։ Գիտությունը մի օր, մեկ ժամանակ պիտի վերջանա, բայց հավատքը հավիտենական պիտի շարունակվի, ամեն։ Դրա համար Աստծո կամքն է եւ նրա նպատակ ու փափագն է այսօր ամեն մեկիս համար, որ մենք այդ գիտելուց դուրս գանք դեպի հավիտենականը, դեպի հավատքը։ Մենք մեր կյանքի մեջ, երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ կան բաներ, որ մենք որոշումներ ունենք կայացնելու։ Մենք մեր առաջ դնում ենք նպատակներ, որոնց մասին մենք մտածում ենք, որոշումներ ենք կայացնում, քայլեր ենք մշակում եւ պետք է ինչ-որ բաներ անենք։ Եվ մենք այս երկու տարբերակով ենք արձագանք տալիս մեր այդ որոշումներին, մեր առաջ կանգնած խնդիրներին, դժվարություններին, այն նպատակներին, որ ունենք։ Եվ այդ երկուսը սրանք են՝ կամ գիտելիքն է, կամ հավատքը։ Բայց Աստծո խոսքը երբեք չի առանձնացնում սրանք իրարից։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքը, ոչ միտեղ չի ասում միայն գիտելիքով դու կարող ես ինչ-որ բան անես, կամ ոչ միտեղ չի ասում մենակ հավատքը։ Որովհետև երբ որ կարդում ենք Ովսեի մարգարեության գիրքը, Աստծո խոսքն ասում է, իմ ժողովուրդը գիտություն չունենալու, գիտելիք չունենալու պատճառով կորուստի է գնում։ Ժողովուրդը, ով չգիտի Աստծո խոսքը, ով չգիտի Աստծո կամքը, ով չգիտի նրա պատվերները, նրա նպատակները, որ նա խոսել է այս գրքի միջոցով, եւ նա խոսում է մինչեւ այսօր էլ, կարող է կորչել, կարող է սխալվել, կարող է սայթակվել։ Եվ որpիսի մենք մեր հավատքը զորացնենք, մենք կարիք ունենք նաեւ այս խոսքի գիտության, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, հավատքը լսելուց է, իսկ լսելը որտեղից։ Եթե ոչ Աստծո խոսքից։ Մեր հավատքը զորանում է այս Աստծո խոսքը լսելով եւ այս Աստծո խոսքի գիտությունը մեր մեջ ավելացնելով։ Դրա համար Աստծո խոսքը մեզ միշտ ուղղորդում է գիտելիքի եւ հավատքի միաբանությանը։ Գիտելիքը մեր ստարտն է, հավատքը մեր շարունակությունը։ Մենք գիտելիք պետք է ունենանք, մենք կարիք չունենք մերժելու գիտելիքը, գիտությունը, որովհետև Աստված է տվել այդ գիտությունը, բանականությունը, հասկացողությունը, մտածելու կարողությունը ամեն մեկիս։ Եվ Աստված երբեք դա չի մերժում։ Մենք կարիք ունենք մտածելու, կշռադատելու, որոշումներ կայացնելու, հաշվարկներ անելու, բայց մենք կարիք ունենք չսահմանափակվելու դրա մեջ, որովհետև երբ որ մենք միայն գիտելիքով սահմանափակվեցինք, մենք կգնանք դեպի փակուղի։ Որովհետև շատ անգամներ գիտելիքը մեզ ասում է, չի լինի, չի ստացվի, դու չես կարող, դա անհնար է, բայց հավատքն ինչ ասում, ամեն բան հնարավոր է։ Աստծո խոսքն ասում է, ամեն բան հնարավոր է։ Աստծո խոսքն ասում է, արդարը հավատքով կարող է ապրել։ Բժիշկն ասում է, քո բժշկությանը, քո հիվանդությանը ելք չկա։ Թղթի վրա գրում է, մակագրում, կնիքը դնում, այլևս ելք չկա։ Բայց Աստծո խոսքը ուրիշ մակագրություն է տալիս։ Քո համար հնարավորություն կա, քո համար բժշկություն կա։ Քո համար հավիտենական կյանք կա։ Երբ որ մենք սկսենք տրվել միայն գիտելիքին, միայն այս հասկացողությանը, որը տեղավորված է միայն այս փոքր մի քանի գրամանոց օրգանի մեջ, մենք կսահմանափակվենք եւ կգնանք դեպի փակուղի։ Մենք այլևս չենք կարող շարժվել, մեր ոտքերն ու ձեռքերը կկապվեն եւ այլևս ոչինչ չենք որոշի անել։ Բայց երբ որ մենք տրվում ենք հավատքին եւ թույլ ենք տալիս հավատքը գա մեր կյանքի մեջ, այդ կապանքներն արձակվում են։ Գիտեք, երբ որ Պողոսն ու Շիղան բանտի մեջ էին, նրանց այդ շղթաներն ասում էին այլևս վերջ։ Դուք ոչինչ չեք կարող անեք։ Ձեզ համար այլևս այստեղից դուրս գալը հեքիաթ է։ Ձեր կյանքը այստեղ ավարտվեց, որովհետև վաղը ձեզ գուցե տանեն դահճի մոտ։ Բայց նրանց հավատքը ասում էր, մենք փառաբանելու ենք Տիրոջը։
Որովհետև երբ որ նրանք սկսեցին փառաբանել, երբ որ նրանք սկսեցին հավատքը բարձրացնել իրանց կյանքի մեջ, այդ շղթաները քանդվեց նրանց ոտքերից ու ձեռքերից։ Եվ բանտի պարիսպներն էլ, դռներն էլ քանդվեցին, եւ նրանք ազատ էին դուրս գալու, բայց նրանք գործ ունեին անելու, ամեն։ Երբ որ մենք գիտելիքով ենք շարժվում, այդ գիտելիքը մեզ սահմանափակում է, բայց Պողոս առաքյալը Կորինթացիների 2-րդ գրքի մեջ 4-րդ գլուխ 18-րդ խոսքում ասում է. «Քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները հավիտենական»։ Երբ որ մենք նայում ենք միայն տեսանելուն, երբ որ նայում ենք այն, ինչ որ գրված է, այն, ինչ որ շոշափվում է, այն, ինչ որ մենք սովորել ենք, հասկանում ենք, այն, ինչ որ մեր հասկացողությունը կարող է ընկալել միայն դրան, մենք սահմանափակվում ենք։ Եվ դա ժամանակավոր է։ Բայց երբ որ մենք ասում ենք Տեր, մենք ուզում ենք տեսնել ավելին, մենք ուզում ենք տեսնել սրանից դուրս։ Գիտեք, անգամ երբ որ մենք, սիրելիներս, միայն նայենք այս գրվածքի տառերին եւ սահմանափակվենք միայն այս գրվածքով, սա նույնպես փակուղի է։ Սա նույնպես մեզ կտանի կրոնի մեջ։ Բայց երբ որ ես ասում եմ, Տեր, ես ուզում եմ այս խոսքերը, որ այստեղ գրված են, միայն տառեր եւ նախադասություններ չլինեն, միայն թերթի վրա գրվածք չլինի ինձ համար, սա ուզում եմ լինի ինձ համար կյանք եւ իմ առօրյան, դա ինձ տանում է դեպի անտեսանելին։ Ես տեսնում եմ անտեսանելին։ Ես տեսնում եմ ոչ միայն Ղազարոսի հարությունը, այլ տեսնում եմ իմ կյանքի մեջ հարության զորությունը։ Ես ոչ միայն տեսնում եմ այն մեկի բժշկությունը, այն մեկի ազատագրությունը, որը առաքյալներն էին անում, այլ ես տեսնում եմ այն զորավոր հոգին, որ մեր մեջ է բնակվում, որ իմ մեջ է բնակվում, եւ այդ զորության հոգին, որ գործ կառաքելոցում գործում էր, ես կարդում եմ դրա մասին, եւ դա հոգի եւ կյանք է դառնում իմ մեջ, ես էլ տեսնում եմ, որ Աստծո այդ հոգին իմ մեջ է, եւ ես էլ կարող եմ ունենալ այդ զորությունը բժշկություն անելու, ազատագրություն անելու եւ նույնպես այդ բժշկությունը եւ ազատագրությունը իմ կյանքի մեջ ընդունելու, ամեն։ Դրա համար եկեք դուրս գանք միայն գիտելիքի սահմաններից, մտնենք հոգու հավատքի սահմանների մեջ եւ կտեսնեք Աստծո զորությունն արձակվելու ձեր կյանքում։ Գիտելիքը մեզ զգուշացնում է դժվարությունների մասին եւ դա կախված է այն բանից, որը մենք տեսնում ենք եւ որը մենք հասկանում ենք, որը մեր կյանքի մեջ փորձառաբար գուցե ինչ-որ ժամանակ ապրել ենք։ Բայց հավատքը մեզ ուժ է տալիս այդ սահմանից, այդ փորձառությունից մեկ քայլ առաջ գնալ։ Այնտեղ, որտեղ դեռևս ոչ մեկ քայլ չի կատարել։ Գուցե դու լինես հենց այդ առաջինը, ով այդ հավատքի քայլը կանի այդ իրավիճակի մեջ, այդ դժվարության մեջ, այդ հարցի մեջ առաջ գնալու եւ վերցնելու Աստծո օրհնությունը։ Մի վախեցիր, ասա Տեր, ես ուզում եմ լինել առաջինը։ Ես ուզում եմ լինել այդ քայլ կատարողը։ Ես չեմ ուզում նայել այն հետևում գտնվող մնացածին, իմ կողքը լինող մնացածին, ովքեր վախենում են քայլ կատարել, ովքեր ինձանից շատ հասկացողություն ունեն, ովքեր շատ գիտեն Աստծո խոսքը։ Ես ուզում եմ լինել առաջինը, ով կվերցնի այդ խոսքը եւ առաջ կգնա։ Գիտեք, Պետրոսի փորձառության մեջ հետեւյալն էր. նա գիտեր, որ ժամի մեջ որտեղ ձուկ որսալ։ Եվ Աստծո խոսքն ասում է, երբ որ նա Հիսուսին հանդիպեց, Հիսուսը մտավ նրա նավի մեջ, Հիսուսը նրան ասեց. Պետրոս, ուր կանդ գցիր այս կողմը։ Պետրոսն ասեց. Տեր, խոսեց իր գիտելիքը։ Ամբողջ գիշեր իմ հասկացողությամբ, իմ ամբողջ կյանքի փորձառությամբ ես որսացել եմ, փորձել եմ, այստեղ եմ գցել, այնտեղ եմ գցել, այս լավ տեղն եմ գցել, այս ծանծաղ տեղն եմ գցել, որտեղ ասես, որ ես գիտեմ, որտեղ ձուկ է լինում եւ կարող եմ այդ ժամի մեջ որսալ, ես արել եմ։ Բայց Հիսուսն ասեց. Պետրոս, ուր կանդ գցիր աջ կողմը։ Աստված հավատքի քայլ անելու հնարավորություն տվեց Պետրոսին։ Եվ Պետրոսն ասեց. Տեր, այն խոսքը, որ դու ասում ես, դրա համար անում եմ։ Եվ երբ որ գցեց, երբ որ Պետրոսը հնազանդվեց Հիսուսի խոսքին, որը հավատքի զորություն էր արձակելու նրա կյանքի մեջ,
Երբ որ ուրկանը գցեց, Աստծո խոսքն ասում է, այնքան ձուկ բռնեց, որ ոչ միայն ինքը, այլ նաև ընկերների հետ չէր կարողանում հանել։ Սիրելիս, երբ որ մենք հնազանդվում ենք, մեր գիտելիքի սահմաններից դուրս ենք գալիս եւ գնում ենք այն վայրը, որտեղ Աստված մեզ առաջնորդում է, եւ անում ենք այն, ինչ որ Աստված մեզ առաջնորդում է, մենք կտեսնենք Աստծո փառքի մեծությունը մեր կյանքի մեջ դրսևորվելուց։ Մենք շատ անգամներ ճանաչելով մեր հարևանին, մեր բարեկամին, այս մեկին, այն մեկին ասում ենք. քարա, սիրտը քարա, ինչ իմաստ ունի նորից խոսեմ, եւ կրոնավորության մեջ ասում ենք, մեր մարգարիտները խոզերի առաջ չթափենք, արդարացումը, այդ մարդին դնում ենք խոզի տեղ եւ չենք որոշում կատարել Աստծո կամքը, որ Աստված ասում է, գնա եւ նրան խոսիր իմ ավետարանը։ Շատ անգամներ մենք ասում ենք, Տեր, այս հիվանդությունն անբուժելի է։ Ինչ իմաստ ունի, վատամարդ դուս կամ, ամոթով մնամ։ Գիտեք, ես վստահ եմ, որ ամեն մեկս, երբ որ լսում ենք Աստծո խոսքը եւ հնազանդվում ենք նրա կամքին, Աստված կարող է անել ամեն բան, որ իրականացնի իր նպատակը։ Գուցե սրա մասին նորից ասել եմ, այդ երիտասարդի մայրը մեկ օր եկավ, երբ որ նորից կրկնվեց այդ խնդիրը, եկավ ասեց, ամեն բան լավ էր, Արթուր եղբայր։ Ուտում էր, խմում էր ընկերների հետ, ամեն բան լավ էր, ինչ պատահեց նորից եղավ։ Եվ Սուրբ Հոգին իմ ներսից մի պատասխան որ բերեց, ամեն բան լավ էր եւ նա միայն ընկերների եւ աշխարհի հետ էր, բայց ոչ Աստծո հետ։ Եվ երբ որ մենք մեր անոթները դատարկում ենք եւ դա չենք լցնում Աստծո համար եւ Աստծո կամքի համար, գիտեք սիրելիներս, կա մեկը, որը փափագում է եւ ամեն ջանքանում է նորից այդտեղ տեղավորվելու։ Երբ որ մեր կյանքի մեջ հավատքը չի գալիս, դրա փոխարեն լցվելու մեր կյանքում այն ինչ որ մեզանից հեռացել է, դրա փոխարեն սատանան գիտի ինչ լցնի մեր կյանքերի մեջ։ Դրա համար կուզեմ, որ երբ որ քո կյանքից ինչ որ բաներ լուծվում է, հեռացնում ես, դրա տեղը հավատքը թող հիմք դառնա, դրա տեղը Աստծուն նվիրվածությունը թող այդ պատերը լինեն, որ շարունակվեն քո կյանքի մեջ կառուցվել եւ Աստծո տան մեջ բնակվիր ամեն ժամանակ։ Ամեն։ Աշակերտները, որոնցից շատերը փորձառություն ունեին ծովի հետ, ծովում գտնվելու, նրանցից ոմանք ձկնորսներ էին, նրանցից շատերը նավարկել էին շատ անգամներ, մեկ օր փոթորկի մեջ հայտնվեցին։ Եւ նրանցից ոչ մեկ համարձակություն ձեռք չբերեց այդ նավից դուրս գալու։ Գուցե ամեն մեկը նավի մի, չգիտեմ, թոկից էին բռնել, փայտից էին բռնել, իրանց պահելու, որ չկորսվեն, չընկնեն փոթորիկների ալիքների մեջ, չթռնեն։ Եվ երբ որ Հիսուսին տեսան, աղաղակում էին վախերից, չէ՞։ Մեկը համարձակություն ունեցավ, Պետրոսը։ Ասես, Տեր, եթե դու ես, ես ուզում եմ դու նորից այն հավատքի հռչակումը ինձ տաս։ Այն հավատքի խոսքը ինձ ուղղես նորից։ Պետրոսը գիտեր արդեն ճաշակել էր, որ երբ որ Հիսուսը խոսում է իր հետ, իր մեջ հավատք է բարձրանում։ Եվ նա ասես, Տեր, եթե դու ես, ասա, նորից խոսիր ինձ հետ։ Եվ երբ որ Հիսուսն ասեց արի Պետրոս, նա նավից քայլ կատարեց դուրս գալու։ Սիրելիս, այսօր Հիսուսին ասա, Տեր, եթե դու ես այս իրավիճակների մեջ իմ առջև կանգնածը, որի առաջ ես կանգնում եւ աղոթում եմ, եթե դու այստեղ ներկա ես, ասա, խոսիր ինձ հետ, որպեսզի ես հավատքի համարձակության քայլ կատարեմ դուրս գալու այս իրավիճակից։ Եվ ես վստահ եմ, որ Հիսուսը կխոսի քեզ հետ։ Չգիտեմ այսօր քո մեջ Սիրելի Աստծո զավակ, որ այստեղ ներկա ես, եւ դու որ կլսես այս պատգամը եւ կխոսի քո սրտի հետ, դու կարող ես Հիսուսին ասել. Տեր, խոսիր ինձ հետ, որովհետեւ ես հավատքի կարիք ունեմ։ Իմ հավատքը զորացրու, որպեսզի ես կարողանամ այս իմ իրավիճակից, այս իմ հասկացողության միայն գիտելիքների սահմանափակ բանից դուրս գամ դեպի առաջ, գամ դեպի հավատքի մակարդակի մեջ եւ գործեմ հավատքի մակարդակի մեջ։
Որովհետև երբ որ կարդում ենք Եբրայեցիների թղթի մեջ 11-րդ գլխի առաջի խոսքը, ես անցած անգամ էլ պատգամի մեջ այս հատվածներին որոշակի անդրադարձել եմ։ Հավատքի սահմանն ասում է, հավատքը չերևացող բաների հաստատումն է, ամեն։ Հավատքը հուսացած բաների, այնինչի վրա մենք հույս ունենք։ Մենք հույս ունենք, որ Աստված մեզ հետ է, եւ մենք հույս ունենք, որ Աստված մեզ կարող է օգնել։ Եվ Աստծո խոսքն ասում է, հավատքը հենց այդ քո ունեցած հույսի հաստատումն է բերում քո կյանքի մեջ։ Այսօր թող Աստծո հոգուց բխող, հոգու պարգևներից բխող հույսը թող քո կյանքի մեջ ավելի մեծանա, որպեսզի դու կարողանաս հավատքով տեսնել դրանց իրականացումը։ Եվ շարունակում ասում է, ապացույցն է այն բաների, որոնք մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսնում հավիտենական կյանքը, մենք չենք տեսնում երկնայինը, մենք չենք տեսնում հոգևորը, այն ինչը որ շոշափելի չի։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, դուրս արի այդ շոշափելի ֆիզիկականի սահմանից, սահմանափակ սահմանից դուրս արիր եւ մտիր անսահմանի ընթացքի մեջ։ Ամեն։ Այսօր դուրս արի, քայլ կատարիր սահմանափակից դեպի անսահմանը, ժամանակավորից դեպի հավիտենականը, այն ինչ որ Աստված քո համար ունի պատրաստած։ Հավատքը վստահությունն է Աստծո խոսքի նրա խոստումների նկատմամբ, անգամ այն ժամանակ, երբ որ դեռևս փաստերը շոշափելի չեն քեզ համար։ Հավատքն այն է, որ երբ որ դու ասում ես ես բժշկված եմ, քեզ համար էական չի, թղթի վրա կգրվի դու բժշկված ես թե ոչ։ Դու հավատում ես, որ դու բժշկված ես։ Որ երբ որ դու ասում ես ես օրհնված եմ, պարտադիր չի, որ ինչ որ նյութական բաներ ձեռք բերես, որ տեսնես դու օրհնված ես։ Դու օրհնված ես երկնային լիությունից, աստվածային լիությունից։ Եվ Աստծո հոգին բնակված է քո մեջ, եւ դա ամենամեծ օրհնությունն է, որ դու ունես։ Ամեն։ Հավատքն այն ներքին վկայությունն է կամ Աստծո առաջնորդությունը, որը մեզ դրդում է քայլանել, եթե նույնիսկ ապագան մշուշոտ է։ Ամեն։ Եթե անգամ դու ապագան դեռևս չես տեսնում, ինչ պետքա կատարվի։ Հավատքն այն է, երբ որ դու դա դեռ չտեսած քայլ ես կատարում գնալու դեպի այդ օրհնությունդ։ Եվ Եբրայեցիների թղթի մեջ հեղինակը 11-րդ գլխի 8-րդ խոսքում, երբ որ խոսում է հավատքի հերոսների մասին, Աբրահամի մասին խոսելով ասում է, հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ որ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց առանց իմանալու, թե ուր է գնում։ Սա այդ հավատքի հնազանդությունն է, սա այդ հավատքի քայլն է, երբ որ դեռևս ապագան չգիտես ինչա լինելու։ Չգիտես Աստված քեզ ուր ա տանում, բայց դու ասում ես այո Տեր, ես համաձայն եմ, ես հավատում եմ քո խոսքին, ես հավատում եմ քո կամքին, ես հավատում եմ քո օրհնություններին եւ ես ուզում եմ գնալ դեպի այդ օրհնությունը։ Ինչ եք կարծում, Աբրահամը ապահովված չէր։ Ինքը ապահովություն էր ման գալիս։ Ոչ։ Աստծո խոսքը երբ որ կարդում ենք եւ ընդհանրապես աշխարհիկ պատմությունն էլ երբ որ ուսումնասիրում ենք, գիտնականները փաստել են, որ Աբրահամը իր ժամանակի մեջ հարուստների դասին էր պատկանում, որովհետեւ նրանք մեծ առևտրական ընտանիք էին եւ այդ ժամանակում առևտրով զբաղվող մարդիկ լավ ունեցվածքի տեր էին։ Եվ այն ինչ որ Աստծո խոսքն էլ Աբրահամի մասին տալիս է, թե ինչեր նա ուներ, ցույց է տալիս, որ նա ապահովված էր ամեն առումով։ Բայց Աստված ասեց. Աբրահամ, դուրս արի, ես քեզ տանում եմ քեզ համար պատրաստված հատուկ ժառանգություն դարձրած երկիր։ Դու ոչ թե պիտի լինես այս քաղաքի ուղակի բնակիչ, այլ դու պետք է ունենաս քո սերունդը պետք է ունենա իր սեփական երկիրը։ Ես քեզ համար դա եմ պատրաստել։ Սիրելիս, դու ոչ միայն այստեղ պիտի ունենաս բնակարան, գուցե նաև վարձով, սա Աստծո կամքը չի։ Աստված գուցե այս ժամանակի մեջ, այո, դու բավարարվում ես եւ մնում ես դրա մեջ, բայց Աստված քեզ համար ունի պատրաստած
արքայության մեջ ոսկեղեն տներ։ Ամեն, որը քո սեփականությունն է, դու այլևս վարձ չես տալու, դու այլևս հարկ չես մուծելու դրա համար։ Աստված ամեն բան արդեն արել է, եւ դա քեզ համար որպես սեփականություն գրանցել է։ Դու ունես սեփականության վկայություն երկնքում։ Ամեն։ Եվ Աստված քեզ ուզում է, որպեսզի տանի հենց այդ քայլերի մեջ, հավատքի այդ քայլի մեջ դու գնաս դեպի հավիտենական կյանքի, երկնային արքայության ճանապարհով։ Հավատքը չի հերքում փաստը, բայց այն փոխում է քո վերաբերմունքը։ Աստված երբեք, երբ որ նայում է քո իրավիճակին, չի ասում չկա տենց բան։ Ասում է կա, բայց քո մեջ վերաբերմունք է փոխում այդ իրադարձությանը, այդ մտքի եւ այդ վիճակի վերաբերյալ։ Երբ որ կարդում ենք Աստծո խոսքի մեջ, Ղուկաս ավետարանի մեջ առաջի գլուխ 34 եւ 38 խոսքերում, երբ որ Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամին եւ ավետից բերեց, որ նա պետք է հղանա եւ մի որդի ծնի, որը պետք է լինի Հիսուսը, Մարիամի առաջի պատասխանը հետեւյալն էր. Տեր, ես դեռևս տղամարդ չեմ ճանաչել, ինչպես է դա հնարավոր։ Սա գիտելիքն էր, Մարիամի ունեցած հասկացողությունը, որ այդ եղելությունը միայն այդ ձևով է լինում, ուրիշ ոչ մի տարբերակ գոյություն չունի։ Դա ճիշտ է, փաստն է, ամեն, չէ՞։ Բայց Աստծո խոսքն ասում է եւ Գաբրիելն ասեց, Աստծո մոտ անկարելի ոչինչ չկա։ Սուրբ Հոգին կգա քո վրա եւ դու կունենաս այն, ինչ որ Աստված ասել է։ Մենք մտածում ենք, եթե մեր գրպանում փող չկա, բանկերն էլ փող չեն տալիս, բարեկամ էլ չունենք մեծահարուստ, հնարավոր չի, որ ունենանք տուն, հնարավոր չի ունենանք այս բանը, ձեռք բերենք այս բանը, այն բանը, հիվանդանոց գնանք բժշկության համար, բայց Աստված ասում է իմ մոտ անկարելի, սիրելիս, անկարելի ոչինչ չկա, ես ֆինանսով չէ, ես այդ թղթադրամով չէ, ես այդ կոպեկով չէ, որ ինչ որ բան պետք է անեմ քո կյանքի մեջ, ես կարող եմ Սուրբ Հոգին իջեցնել քո վրա եւ քո կյանքում բարձրացած ամեն խնդիր եւ ամեն դժվարություն ուղղակիորեն լուծել։ Ուղղակի հավատա, ուղղակի ընդունիր։ Եվ Աստծո խոսքը Մարիամի կյանքի մեջ փոխեց վերաբերմունք։ Մարիամն ասեց. Տեր, թող լինի քո խոսքի պես։ Այսօր կարող ես դու էլ հավատքի հռչակում անել. Տեր, թող լինի քո խոսքի պես։ Այն ինչպես որ դու ես ասում, թող լինի այդպես։ Ես հավատում եւ ընդունում եմ։ Այդ ժամանակա, որ քո կյանքում Քրիստոս կարող է ծնվել։ Այդ ժամանակա, որ դու կարող ես գերբնական ծնունդ ունենալ քո կյանքի մեջ, գերբնական զորությունը տեսնել քո կյանքի մեջ։ Ծննդոց գրքի մեջ եւս մեկ անձնավորություն կար։ Նրա անունը Սառա էր։ Երբ որ Աստված հայտնվեց նրան եւ ասեց մյուս տարի այս ժամանակ որդի կունենաս, Սառան ասեց. Իմ այս խոր ծերության տարիքում, որ արդեն իմ մարմինը մահացած է, իմ օրգանիզմը կենսաբանորեն հնարավոր չի այդ պտուղը տալ, արդյոք ես այդ ծերության մեջ պետք է ուրախություն ունենամ։ Արդյոք այսքան դժվարություններն անցնելուց հետո ես մեկ օր պետք է ուրախանամ եւ ասեմ ես բժշկված եմ։ Եվ Աստծո խոսքը նրան դարձավ. Աստծո մոտ անկարելի ոչինչ չկա։ Սիրելիս, Աստված միշտ քո կասկածանքներին, քո թերահավատությանը ունի պատասխան. իմ մոտ անկարելի ոչինչ չկա։ Գուցե քո գիտելիքը, քո սահմանափակ մտածելակերպը, քո մարդկային փորձառությունները քեզ ասում են այստեղից այստեղ է եւ վերջ, բայց իմ մոտ կա սկիզբ քո կյանքի համար եւ չկա ավարտ։ Ես ունեմ շարունակական հավիտենական օրհնություններ քեզ համար։ Եվ կարդում ենք Եբրայեցիս թղթի 11-րդ գլխի խոսքում Սառայի մասին ասում է. հավատքով Սառան, որ ամուլ էր սերմը ընդունելու զորությունը ստացավ եւ առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետեւ սա շատ կարեւոր է, որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։ Գիտեք, այն ամենը, ինչ որ Աստված խոսում է մեր կյանքում կարող է դառնալ իրականություն եւ մենք կարող ենք դա վերցնել, երբ որ հավատում ենք եւ խոստացողին հավատարիմ ենք համարում մեր կյանքում։
Ամեն, սիրելիս։ Աստված ունի խոստում քո կյանքի համար, եւ դա կարող է քո կյանքում գալ այն ժամանակ, երբ որ դու նրան կհամարես հավատարիմ եւ կհավատաս, որ նա դա քեզ կարող է տալ։ Հավատքը թույլ է տալիս քո կյանքի մեջ խաղաղությունը գա այն ժամանակ, երբ որ տրամաբանությունը, քո գիտելիքը քեզ մղում է տագնապների։ Երբ որ դու քո կյանքի մեջ զգում ես տագնապ, որովհետև դու մտածում ես, որ դա վտանգավոր է, որովհետև քո գիտելիքը դա է ասում, մարդկային փորձառությունը դա է ասում, որ այս իրավիճակը վտանգավոր է, հավատքը երբ որ գալիս է, նա քո կյանքի մեջ բերում է դրանց վրա խաղաղություն։ Եվ Աստծո խոսքը Պողոս առաքյալի շուրթերով ասում է. Աստծո խաղաղությունը, որը ամեն հասկացողությունից, ամեն գիտելիքից, ամեն չափված միավորներից վեր է, անսահման է։ Աստված այդպիսի խաղաղություն է բերում, երբ որ մենք հավատքի արձագանք ենք տալիս նրա խոսքին։ Եվ Աստված այսօր քո համար, ինձ համար, քո ընտանիքի համար, քո գործերի մեջ, քո ծառայությունների մեջ ունի այդ խաղաղության հռչակումը։ Հիսուսն ասեց. իմ խաղաղությունն եմ թողում ձեզ։ Այսինքն աստվածային խաղաղությունը, ոչ թե մարդկային, ոչ թե որ ես ու դու իրար ասում ենք խաղաղվիր, հանգստացիր, լավ կլինի, այո, սա լավ է, քաջալերանք է, գուցե մարդուն ինչ որ մի չափով հանգստացնում է, բայց երբ որ Աստծո խաղաղությունն է գալիս, նա հավիտենական, մեր մտքերում բարձրացած այդ ամեն փոթորիկներից, ամեն խառնաշփոթմունքներից, դրանցից վեր խաղաղություն է իջացնում։ Երբ որ Հիսուսը մտնում է մեր նավի մեջ, սիրելիս, փոթորիկները հանդարտվում են։ Այսօր Հիսուսին հրավիրիր, հավատքի կյանքը հրավիրիր քո կյանքի մեջ եւ ասա Տեր, ես ուզում եմ հավատքի մեջ բարձրանալ։ Ես ուզում եմ հավատքի քայլ կատարել, որպիսի հավատքով խաղաղություն գա իմ կյանքի մեջ։ Ամեն։ Երկու իրար հակասող պատմություն արագ ասեմ եւ կանգնենք աղոթքի։ Հավատքի եւ գիտելիքի տարբերությունն ուղղակի հասկանալու։ Մեկի մասին անցած պատգամից մեջ ակնարկեցի Թովմաս առաքյալը։ Հիսուսը հարություն էր առել, հայտնվել էր աշակերտներին, Թովմասը ներկա չէր գտնվել։ Աշակերտներն ասեցին Թովմաս, Հիսուսը հարություն առե, ասեց մինչև ես չտեսնեմ չեմ հավատա։ Սա գիտելիքի սահմանափակման մեջ եղած մտածողությունն է, սիրելիս։ Մինչև ես չտեսնեմ, գիտես, այո, լսել եմ, որ բժշկություններ տեղի ունենում, որ Աստված բժշկում է, բայց մինչև ես իմ մարմնի մեջ դա չտեսնեմ, չվերապրեմ, չեմ կարող հավատալ։ Սա է իմ հասկացողությունը։ Մինչև ես չտեսնեմ, որ ինչ որ մի ձևով իմ կյանքը օրհնվեց, ես օրհնվեցի, տուն օրհնվեցի, մեքենա օրհնվեցի, այս բանն օրհնվեցի, մինչև չտեսնեմ, որ սա կատարվեց ինձ համար, չեմ հավատա։ Սա Թովմասի վերաբերմունքն է։ Սա գիտելիքի մեջ սահմանափակված վերաբերմունքն է, քայլերն է, մինչև չտեսնեմ, չեմ հավատա։ Եվ ուզում եմ քեզ վստահեցնել, որ անգամ այդ իրավիճակում այո Աստված կարող է հայտնվել եւ ասել Թովմաս, ահա, շոշափիր, կարող է քեզ ասել Արթուր, ահա, տես, ես կարող եմ տալ, բայց հետո մի այնպիսի բան ասի, որ ես փոշմանեմ դրանից։ Սի երանի նրան, ով որ առանց տեսնելու կհավատա։ Ուզում էր ասել Թովմաս, դու տեսար շոշափեցիր, դու այդ երանությունը չկարողացար վերցնել, բայց երանի նրան, որ առանց տեսնելու, առանց որևիցե բան շոշափելու, կարող է հավատալ, որ ես ամենակարող Աստված եմ։ Ի հակադրություն Թովմասի Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք նորից Աբրահամին, որի մասին խոսվում է, ասում է, երբ որ Աստված խոսեց, նրան ասեց, Աբրահամ, դու որդի կունենաս, ասում է, Աբրահամը հավատաց Աստծուն, եւ Աստված այդ հավատքը նրա համար արդարություն համարեց։ Աբրահամը ոչ թե կենսաբանական տվյալներին նայեց, նա չասեց Տեր, ես արդեն 100 տարեկան եմ, չպնդեց դա, գուցե արտահայտվեց, ասեց Տեր, ես արդեն ծերացել եմ, իմ մոտ ոչինչ չի լինի, իմ կինն էլ արդեն կանանց սովորությունից ավարտվել է, նրա մոտ ոչինչ չի լինի, բայց Աստված երբ որ խոսեց նրա հետ, ասում է Աբրահամը հավատաց։
Աստված ցույց տվեց, ասեց Աբրահամ, այս երկնքի աստղերը տեսնում ես, սրա չափ պիտի սերունդ ունենաս։ Եթե կարող ես այս ավազը հաշվել, դրա չափ պիտի օրհնություն ունենաս քո կյանքի մեջ։ Ասում Աբրահամը հավատաց, ուղղակի Աստծո խոսքին հավատաց նա։ Նա չգնաց ընկավ աստղերը հաշվելու տեսնի ինչքան պետքա սերունդ ունենա։ Նա ավազը չհամարեց, չդրեց բռի մեջ, սկսեց ավազի հատիկները հաշվել, թե ինչքան օրհնված պետքա լինի։ Ուղղակի Աստծո խոսքին ասեց. Տեր, ես հավատում եմ։ Եվ Աստծո խոսքն ասում է, դա նրա համար արդարություն համարվեց։ Աստծո խոսքը Աբրահամին համարում է արդար մեկը, արդար մարդ, որի մասին գուցե ամբողջ արարչագործության մեջ ուրիշ մեկի մասին չասվեց դա։ Ուզում ես լինես արդար, հավատա Աստծո խոսքին։ Հավատա ուղղակի նրա ասած խոսքերին, եւ Աստված այդ արդարությունը կբերի քո կյանքի մեջ էլ։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ տեսնելու հավատքից, շոշափելի հավատքից դուրս գանք անշոշափելի, անսահմանի տարածության մեջ եւ մտնենք անսահմանափակ օրհնությունների մեջ։ Ամեն, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե ունես քո կյանքի մեջ դժվարություն, եթե ունես քո կյանքի մեջ հարցեր, որոնց պատասխանը դեռևս չունես, սա այն օրն է, որ դու կարող ես Տիրոջը կանչել եւ ասել. Տեր, խոսիր ինձ հետ։ Ես ուզում եմ հավատալ, խոսիր ինձ հետ։ Ես ուզում եմ հավատքի քայլ անել, օգնիր ինձ նավից դուրս գալու։ Օգնիր ինձ սահմանափակից դուրս գալու, անսահմանի մեջ մտնելու, ժամանակավորականից, ժամանակավորապեսից մտնելու հավիտենականի մեջ։ Եվ ես վստահ եմ, որ Աստված այդ ամեն օրհնությունները կբերի քո կյանքի մեջ եւ դու կտեսնես հրաշքը քո կյանքում։